Успех построен на любви. Лебо Голд. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Он черный, он горячий, он настоящий, он любимый. Любимый Лебо, мой кофе. Ողջույն բժիշկ, Պարզես Վահան ջան։ ձեզ քաղցած այցելել են Դավիթը եւ Վահանը, իհարկե շատ տարօրինակ էր ինձ համար, որ քաղցը հագեցնելու համար մենք գտնվում ենք կլինիկայում, բայց ամեն դեպքում մենք քաղցած ենք, կընդունեք մեզ։ Շատ լավ, համեցեք, եկեք Վահան ջան։ Ինչպես է տրամադրությունը, ինչպես է տրամադրվածությունը առհասարակ։ Լավ է, ամեն ինչ շատ լավ է, Վահան ջան։ Կներեք, որ ձեզ դիմավորում է ոչ թե տանը, այլ հիվանդանոցում։ Դե դուք զբաղված եք, ամեն ինչ հասկանալի է, ընդունելի է եւ ընկալելի է ամենակարևորը։ Ընդհանուր վիրաբույժ եւ պլաստիկ վիրաբույժ։ Որն է տարբերությունը բժիշկ։ Ընդհանուր վիրաբուժությունը կամ որովայնային վիրաբուժությունը հիմնականում զբաղվում է որովայնի խոռոչի օրգանների վիրահատական բուժում պահանջող հիվանդություններով եւ վիրահատություններով, բայց նաեւ մնացած բոլոր օրգանների վիրահատություններով, կրծքավանդակի վիրահատություններ, անոթային վիրահատություններ եւ այլն։ Բայց պլաստիկ վիրաբուժությունը դա վիրաբուժության առանձին ճյուղ է, որի նպատակն է վերականգնել մարմնի դեֆեկտները կամ տրավմայի հետևանքով առաջացած խնդիրները կամ բնածին դեֆեկտները, որոնք որ պետք է ուղղել հյուսվածքների փոխարինման ճանապարհով։ Եվ հիմա նաև գոյություն ունի պլաստիկ վիրաբուժությունը կարելի բաժանել երկու մեծ ճյուղի, դա ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունն է, որը որ հենց զբաղվում է դեֆեկտների եւ վնասվածքների բուժմամբ, եւ նոր ամենաերիտասարդ ճյուղը էսթետիկ վիրաբուժությունը, որը որ հիմա ես եմ զբաղվում, դա մարմնի տարիքային փոփոխությունների կամ քաշի ավելացման պակասացման հետևանքով առաջացած փոփոխությունների շտկումն է ավելի էսթետիկ առումով, ավելի դեպի գեղեցկության ձգտելու առումով։ Իսկ ամեն դեպքում որն է ձեզ ավելի հարազատ, ընդհանուր վիրաբուժությունը, թե էսթետիկ պլաստիկ վիրաբուժությունը։ Ես սկսել եմ ընդհանուր վիրաբուժությունից եւ ընդհանուր վիրաբուժությունը իմ համար շատ ավելի հարազատ է։ Եվ ընդհանուր վիրաբուժությունը հավանաբար բոլոր վիրաբուժությունների հիմքը կարելի համարել կամ կարևոր էտապներից մեկը, որը անցնելուց հետո մարդ ավելի լայն պատկերացում է ունենում ընդհանուր վիրաբուժության մասին, ընդհանրապես վիրաբուժության մասին։ Բայց ես ընդհանուր վիրաբուժությունից սկսել եմ իմ կարիերան եւ ուղին եւ գիտակցաբար անցել եմ ավելի նեղ ոլորտի էսթետիկ վիրաբուժությանը, որովհետեւ էսթետիկ վիրաբուժության մեջ ոչ միայն դու օգնում ես մարդու առողջական առումով, այսինքն իրան առողջացնում ես կամ զրկում ես, փրկում ես ցավից կամ տառապանքից, այլ նաեւ որոշակի հոգեկան բավարարվածություն ես իրեն կարողանում տաս, ինքնավստահություն ես կարողանում ավելացնես, որը ինձ շատ դուր եկավ ու ինձ շատ հետաքրքիր էր եւ ես գիտակցաբար անցա վիրաբուժության այս ուղղությանը, էսթետիկ վիրաբուժությանը։ Առհասարակ մեր հասարակության մեջ ընդունված է կարծել, որ շատ վատ է բժշկի մոտ գնալը, չգիտեմ ինչու է դա այդպես, բայց նույնիսկ պրոֆիլակտիկ զննումների, բուժումների մարդիկ չեն գնում, բայց այն ուղղությունը, որը որ դուք եք ընտրել, մարդիկ շատ հաճույքով են գալիս, գեղեցկանալու այսպես ասած։ Կա հոգեբանական տարբերություն մարդկանց մոտ, ովքեր որ դիմում են էսթետիկայի համար եւ այն մարդիկ, ովքեր որ դիմում են առողջական խնդիրներով, թե ամեն դեպքում վախերը մնում են վախեր, դա բժշկի մոտ գնալ է։ Ինձ թվում է վախերը մնում են վախեր, եթե մարդ լիարժեք գիտակցում է, որ էսթետիկ վիրաբուժությունը դա վերջ-վերջո վիրաբուժություն է, վիրահատություն է եւ իր հնարավոր հետվիրատական ռիսկերի հավանականությամբ եւ հնարավոր բարդություններով։ Երկու դեպքում էլ որոշակի վախեր եւ անհանգստություններ կարող լինեն մարդկանց մոտ, բայց հիմա մարդկանց ձգտումը լինել երիտասարդ եւ գեղեցիկ, որը որ վերջին 100-ամյակին երևի ավելի գնում առաջ, որովհետեւ բոլորն են ուզում ձգտում լինել երիտասարդության կուլտ կա հիմա նույնիսկ ասում են ամբողջ աշխարհում, դա եւ ստիպում է մարդկանց մի փոքր ավելի հաճույքով գալ
պլաստիկ վիրաբույժի մոտ կոնսուլտացիայի, քան գնալ տարեկան օրինակ ստուգումների, մյուս բժիշկների մոտ, որը էլի շատ կարևոր է, որ մարդիկ անցնեն տարեկան բարբերաբար ստուգումներ, բայց ինչը Հայաստանում ցավոք սրտի մի քիչ դեռ ընդունված չի։ Հուսանք հաղորդումից հետո մարդկանց էլ ավելի կհորդորենք, որպեսզի պրոֆիլակտիկ սնունդների անցնեն, կա տարբերակ, երբ ձեզ մոտենում է բուժառուն եւ դուք հորդորում եք նրան չկատարել որևէ վիրահատական միջամտություն, որովհետեւ նա այդպես էլ ունի հրաշալի կառուցվածք։ Շատ հաճախ է լինում, երբ ես համոզում եմ չկատարել վիրահատություն կամ գոնե կատարել վիրահատություններից ինչ-որ մեկը, որովհետեւ մարդիկ երբեմն ընկնում են ինչ-որ իդեալների հետևից։ Հիմա շատ նոր դարում, երբ որ տեխնոլոգիաները բաց են եւ ամբողջ աշխարհի ինֆորմացիան հասնում է աշխարհի ամեն անկյունները, մարդիկ երբեմն ընկնում են իդեալի հետևից, առանց հասկանալու, թե պետք է իրենց արդյոք այդ ամենը եւ թե պետք չի։ Երբ որ ես հասկանում, որ մարդ չի գիտակցում ինչի է գնում, բայց ինքը գնում է զուտ, որովհետեւ ոչ թե էության հետևից է ինքը գնում, այլ ձևի հետևից է գնում, այդ ժամանակ ես երկար կոնսուլտացիա եմ անում, չեմ ալարում 40 րոպե մի ժամ։ Գրեթե բոլորի հետ եմ երկար կոնսուլտացիա անում, որպեսզի հասկանամ, թե մարդուն ինչն է դրդել, որ ինքը եկել է վիրահատության, որովհետև դա շատ կարևոր ասպեկտ է, որովհետև ինքը ցանկությունների վիրաբուժություն է, էսթետիկ վիրաբուժություն է, դրա համար պետք է հասկանանք, թե ցանկությունները որտեղից են գալի նաև, եւ շատ հաճախ լինում է, որ մենք չենք վիրահատում, հորդորում ենք չվիրահատել։ Իհարկե որոշ դեպքեր կան, երբ որ մարդիկ վիրահատվում են հոգեբանական խնդիրների պատճառով, քանի որ իրենք իրենց մարմինը մի քիչ դժվար են ընկալում, դա կոչվում է դիսֆոմորֆոֆոբիկ խանգարումներ, որը բավականին տարածված աշխարհում, շատ լավ որ Հայաստանում ինքը այդքան տարածված չի։ Բժիշկ, ես տեսնում եմ ձեր ետևում դրված տարատեսակ սիլիկոնե իմպլանտներ, ճիշտ եմ արդյոք թե ոչ։ Եթե կարելի է դրանցից մեկը վերցնեմ եւ ցուցադրեմ մեր։ Իհարկե կարելի է։ Սիլիկոնե իմպլանտներ շատ ճիշտ ես ասում, լավ ինֆորմացված եք։ Շատ հաճելի է, անկեղծ ասած։ Իրենք տարբեր պնդության են լինում, տարբեր չափի, ձևի, իսկ կա ավելի շատ պահանջարկ ունեցող կամ պահանջարկ չունեցող իմպլանտի որևէ ձև, որ մարդիկ գալիս են ասում են ես ուզում եմ որ այսպեսին լինի իմ իմպլանտը։ Տեսեք, ամենաէականը է թե մենք ինչ վերջնարդյունքում ինչ կառուցվածք ենք ուզում ստանանք, ինչ ձև ենք ուզում ստանանք, կրծքի ինչ ձև ենք ուզում ստանալ։ Շատ լավ որ հիմա աշխարհում տենդենսը գնացել է նրան, որ մեծ կրծքերի մանիան, որ երևի առաջացել էր Պամելա Անդերսոնի ժամանակներում անցել է, որովհետև այդ մեծ խնդիրներ է բերում, առողջական խնդիրներ է բերում աղջիկների մոտ եւ վիրաբույժները, պլաստիկ վիրաբույժները 90-ական թվականներին լուրջ խնդիրների մեջ էին, որովհետև իրանք ստիպված էին մեծ համարի կրծքեր դնել, որովհետև դա էր ցանկությունը, որը ժամանակի ընթացքում 1-2 տարվա ընթացքում բերում է կրծքագեղձի դեֆորմացիայի միանշանակ։ Հիմա ավելի համեստ եւ իրատեսական են ցանկությունները, ինչը շատ հաճելի է, եւ մենք իմպլանտ ընտրում ենք կախված մարդու անատոմիական առանձնահատկություններից եւ կախված նրանից, թե ակցենտը որ հատվածի վրա են իրենք ուզում ունենալ։ Հիմա ավելի շատ կլոր իմպլանտներն են տարածված, որակապես լավացել են իրանք։ Բժիշկ, իսկ ձեզ ավելի շատ դիմում են կանայք, թե արդեն նկատվում են նաեւ տղամարդկանց մոտ ցանկություններ գեղեցիկ մարմին ունենալու։ Մեր պացիենտների 95 եւ ավել տոկոսը կանայք են։ Ամբողջ աշխարհում է տենց այդ թվում եւ Հայաստանում։ Միգուցե ամբողջ աշխարհում 10%, 90% լինի փոխհարաբերություն է, բայց հիմա տղամարդիկ նույնպես դիմում են պլաստիկ վիրաբուժությունների համար։ Դիմում են գալիս են կոնսուլտացիայի պլաստիկ վիրաբուժությունների համար, հիմնականում դրանք ավելորդ քաշ ունենալու եւ ավելորդ քաշը պակասացնելուց հետո առաջացած մաշկի էլաստիկության կորուստի հետևանքով առաջացած մարմնի դեֆորմացիաներ են։ Քանի որ գնալով նաև շատանում է Հայաստանում բարիատրիկ վիրահատությունների թիվը, այսինքն ստամոքս փոքրացնող վիրահատությունների թիվը եւ մեծ քաշ ունեցող մարդիկ երբ որ նիհարում են, իրանք անխուսափելիորեն ունենալու են որոշակի խնդիրներ մաշկի կախվածության հետ ձևով կամ մարմնի որոշակի դեֆորմացիաների ձևով, որը պարտադիր ուղղելու կարիք կան։ Եվ լինում են որոշակի ժառանգական նախատրամադրվածությամբ պայմանավորված իրավիճակներ, երբ որ կա որոշակի ասիմետրիաներ, որոնք շտկելու անհրաժեշտություն են լինում եւ նմանատիպ խնդիրներով են հիմնականում դիմում։ Բարդություն կա կապված տղամարդկանց եւ կանանց հետ աշխատելու։ Այսինքն ում հետ ավելի հեշտ նկատենք, չեմ կարծում, որովհետեւ բոլոր մարդիկ մարդ են։ Կարևորը մարդ հասկանա ինչ է ուզում, գիտակցի ինչ է ուզում ու լիարժեք տեղեկացված լինի
ինչ վիրահատության է գնում, ինչ արդյունք է ստանում ու ինչ է ինքը պատրաստ տանել, ինչ դժվարություններ է պատրաստ տանել այդ ամեն ինչի համար։ Եթե մարդ այդ ամեն ինչը գիտակցում է, եւ կին տղամարդ տարբերությունը մեծ չի։ Կխոսենք դեռևս բժշկության նեղ ճյուղերի մասին, բայց ամեն դեպքում այսօր ինչպես ենք մեր քաղցը հագեցնելու ձեր միջոցով, ինչ եք մեզ հյուրասիրելու։ Այսօր կսարքենք մի հետաքրքիր ուտեստ, որը թայլանդական ուտեստ է։ Մեջ բրինձ, միս, մի փոքր կծու է, եթե կծուի հետ ամեն ինչ օքեյ է ձեր մոտ։ Հրաշալի է մեզ։ Շատ լավ։ Ուտելիքի անունը երևի կգրենք ինչ-որ միտեղ, որովհետև դժվար է ասել մեկը չեն հիշելու, կխնդրեմ։ Միևնույն է դուք պետք է անվանակոչեք ձեր ուտեստը ձեր իսկ ցանկությամբ, որովհետև մենք այդպես ենք անում։ Վերջում մեր մասնակիցը հենց ինքն էլ որոշում է իր պատրաստած ուտեստի անունը։ Հա, ինքը անուն ունի, կապ կամ պլան է կոչվում։ Կապ կամ պլան։ Հետաքրքիր անուն էր։ Ներողություն, ոնց որ թե հա, կարամ մի հատ էս պահը նայեմ, կապ կամ պլան է։ Մինչ դուք նայեք, նաև պետք է կատարենք գնումներ, ճիշտ է։ Այո։ Ինչ է մեզ անհրաժեշտ գնել։ Մեզ անհրաժեշտ է լինելու միս, բրինձ կարծում եմ ունենք անհրաժեշտ։ Այո, մենք ձեզ կտրամադրենք բրինձ Մարալիկ ընկերության կողմից տրամադրված։ Միս ձու, չիլի բիբար, սովորական բիբար, սխտոր մի փոքր եւ fish sauce, որը որ ես ունեմ իմ հետ, Բերել եք ձեզ հետ Թայլանդից։ Հասկանալի է։ Եվ լայն։ Շատ բարի։ Գնանք գնումներ կատարել։ Գնումներ կատարել։ Գնացինք։ Գնացինք։ Շնորհակալություն, բժիշկ, շնորհակալություն։ Ես ճիշտն ասած մտածում էի, որ կպատրաստեք ինչ-որ տենց հավի կրծքամիս, ամեն դեպքում տենց ուղղվածություն պետք է լիներ։ Հա, կրծքոտ մի բան է։ Հավի կրծքամիս կարելի էր պատրաստել ինչ-որ հետաքրքիր, բայց թայլանդական դե վերջերս Թայլանդում էիր, չէ՞։ Համել համով էր, հա։ Համել ինձ այնտեղ որ փորձեցին իրականում դուր եկավ, էլի համով բաներ։ Հասկանալի։ Կրծքային ոչ մի բան այսօր չի լինելու։ Չի լինելու, չէ։ Միայն զրույցներ կրծքային եւ կրծքային զրույցներ։ Բայց մեծ ուտելիքի անունը մի հատ նայեմ, էլի։ Իմպլանտներ, հա, նայ։ Ոչ իմպլանտը կարող կլոր լինի, մեծ լինի, կարևորը թե ինչ ձև են ուզում ստանան վերջն արդյունքը, էլի աղջիկները։ Մենք կարանք նեցանք այս վերևի դեկոլտեն բարձր լինի, կարանք նեցանք ներքևը բարձր լինի։ Այնց որ ձևն է, էլի ամենաեականը։ Տիգրան, ինչպես հասկացա, սխալ էիք նշել ուտեստի անվանումը, խնդրում եմ հիմա ուղղեք, որովհետև պարզվեց, որ դուք նշել էիք թանձրուկի անվանումը, պատկապրաու, պատկապրաու։ Շատ հեշտ է ինձ թվում է։ Դուք փորձել եք, այն լավն է։ Ես փորձել եմ, այն շատ լավն է։ Իսկ կալորիաներ ավելորդ չենք հավաքի դրանից հետո։ Չէ, չեմ կարծում։ Բայց ուշադրություն դարձնում եք ամեն դեպքում։ Դարձնենք, բայց վստահ եմ չենք ավելացնի։ Իսկ դուք ընդհանրապես ուշադրություն դարձնում եք կալորիաներին, որն է ճիշտ, որն է սխալ, առողջ սնունդ կամ տարածված նորմալ fast food։ Հնարավորության դեպքում աշխատում եմ առողջ սնվել, բայց վիրահատությունների գրաֆիկը ու աշխատանքային գրաֆիկը մեկ չի թվում, որ ամբողջությամբ կարողանամ ռեժիմով սնվեմ, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ, որ մի օր չգնամ պլաստիկ վիրաբույժի մոտ կոնսուլտացիա Հասկանալի է։ Անելու կամ ինչ-որ վիրահատություն անելու կապակցությամբ։ Առողջ ծնունդ միգուցե չեք հասցնում շատ օգտագործել, բայց առողջ մեքենա հասցնում եք, որովհետև էկոլոգիապես մաքուր մեքենա եք նախընտրում վարել առանց արտանետումների էլեկտրական։ Մտածենք մեր խնդիրներ չկան քաղաքում լիցքավորման հետ կապված։ Քաղաքում լիցքավորման հետ կապված մի քիչ խնդիրներ կան, բայց բոլոր առումներով կարծում հարմար է։ Ամենայն դեպս ես գոհ եմ իմ ընտրությունից։ Տիգրան, կարծում եմ մենք չենք վերադառնա այլևս կլինիկա, ամեն դեպքում տանը կպատրաստեք մեզ համար որևէ ուտելու բան։ Դրա համար պետք է խնդրեմ հիմա տեղափոխվենք մեքենայի մեջ եւ նկարահանումները շարունակենք արդեն այնտեղ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես Դավիթի համար պետք է բացեմ դուռը, դուք արդեն կարող եք տեղավորվել։ Համեցեք Դավիթ, ես սիրով ձեզ համար բացում եմ դուռը, խնդրեմ։ Տիգրան, մինչ նկարահանման գալը ես ուսումնասիրում էի ձեր սոցիալական էջերը եւ հասկացա, որ դուք Սևանից եք հայտնվել Երևանում։ Այո, ես ծնվել եմ Սևանում, մեծացել եմ Սևանում։ Ցավոք սրտի երևի թե գաղտնիք բացած չեմ լինի, որ Սևանը այս պահին այնքան էլ շատ առաջընթաց չի ապրում իր զարգացման առումով, բայց դուք Երևանում եք եւ կարող եք համեմատության մեջ դնել։ Ինչ եք կարծում, որն է տարբերությունը, ինչու ամեն դեպքում լինելով տուրիստական գոտի, այն չի զարգանում այն նույն թափով, որ զարգանում է Երևանը։ Դե, այդտեղ մի երևի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կլինեն։ Երևի օբյեկտիվ պատճառը դա նա է, որ Սևանում տաք եղանակ, որը որ կարելի է համարել լողափնյա
ժամանակ ինքը կարճ է 2 ամիս ընդհանրապես ամիս ու կես 2 ամիս, ինչը շատ կարճացնում է այն ժամանակը, երբ որ մարդիկ կարող են զբոսաշրջության վրա իրենց ներդրումները հետ բերել եւ նաեւ ինչու ոչ սուբյեկտիվ այն տարբերակը կա, որ մի քիչ կարելի է ավելի լավ ու գրագետ մոտենալ քաղաքին եւ լողափներին, էլի։ Այսինքն կարելի է մի փոքր ավելի սիրունացնել քաղաքը, ավելի շատ ուշադրություն դարձնել ճարտարապետական տեսքին։ Չնայած քաղաքը զարգանում է եւ առաջ գնում է։ Համատության մեջ, որ ես նայում եմ, ահագին տարբերություն կա եւ քաղաքում եւ լողափներում եղած իրավիճակի վրա։ Բայց սրտի ցավ կարելի ասել, որ չի գնում այն տեմպով առաջ, ոնց որ կուզեինք մենք բոլորս եւ բոլոր սեվացիները մանավանդ։ Ոնց որ կուզեին տեսնել իրենց քաղաքը, էլի։ Հասցնում եք հաճախ լինել Սևանում, թե գործի բերումով արդեն քիչ եք լինում։ Գրեթե ամեն շաբաթ լինում եմ, ամառները մի քիչ ավելի շուտ։ Հաղորդման այս հատվածում մենք մեր հյուրերին միշտ տալիս ենք այս հարցը եւ դուք նույնպես բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Հիմա դա շատ դժվար հարց է եւ շատ կոմպոնենտներ ունի այդ հարցը, բայց ամենակարևորը կրթության որակը կուզեի լավանալ Հայաստանում։ Որովհետեւ այն վիճակում, որտեղ որ մենք ենք գտնում, ես համոզված եմ, որ ամենամեծ մեղքի բաժինը ունի կրթության ոչ բավարար մակարդակը, որ ունի ընդհանուր հասարակությունը, որովհետեւ հիմա մեր հասարակությունում արժեքների կրիզիս կա, շատ լուրջ, որը որ միգուցե կրթության պատշաճ կրթության դեպքում չէր լինի սենց ու ավելի լավ կլներ մեր մոտ ամեն ինչ ու երկրի վիճակն էլ ավելի լավ կլներ եւ ընդհանուր հասարակությունն էլ ավելի լավ կլներ։ Լիարժեք համաձայն եմ ձեզ հետ Տիգրան։ Իսկ հիմա պետք է մաքսիմալ շեշտը դնել կրթության վրա։ Շնորհակալություն հրաշալի պատասխանների համար։ Կարծում եմ մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն խանութի դիմաց։ Շատ լավ։ Տիգրան, որոշեցինք այս պահին գնել միայն միսը նեղ մասնագիտացված խանութից։ Առաջարկում եմ տեղափոխվենք ներս, տեսնենք ինչ մսի եք ավելի շատ նախապատվությունը տալու եւ ինչպես եք կողմնորոշվում, որն է լավ միսը, որն է վատ միսը։ Հիմա ես պատմեմ։ Տեսնենք թե ինչ ենք ընտրելու, նախ գիտեք ինչ միս է մեզ հարկավոր։ Այո, մեզ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեզ պետք է էքսպերիմենտ որոշեցինք անել անջան այսօր, կօգտագործենք եւ տավարի միս եւ խոզի միս։ Մեզ պետք է փափուկ միս, ցանկալի տավարի միսը մի քիչ յուղոտ լինի, որ սարքելու ընթացքում ինքը ավելի լավ արդյունք ստանանք։ Այո։ Եվ մսի լավ ու վատը տարբերելու համար մկանաթելերին է պետք նայել, ինքը շատ նեղ մասնագիտական է, էլի։ Դրա համար էլ հարցնում եք։ Երբ որ մկանաթելերին նայում ես, իրենք ճիշտ դասավորված են եւ զուգահեռ են գնում, նաեւ դա գույները։ Ունենց որ մեր համար լավ միս ընտրելը վիրաբույժների համար բավական հեշտ ու լավ հաճելի գործ է։ Խնդրեմ, ընտրեք լավ միս։ Եղբայրս տավարի միսից 10 փափուկից։ Կես կիլոյի չափ մեզ լրիվ հերիք է ու աղաս։ Հա, նույնիսկ աղացած վիճակում։ Մեզ աղացած վիճակում։ Աղացած խոզի միս։ Աղացած խոզի միս։ Հայկական ընկալման համար խոզը մենակ խորովածի տեսքով ալնում, խաշած կամ ուրիշ ձևով ինքը տես չի ընկալվում, չի նայվում, բայց կփորձենք, կարծում եմ, որ ավելի համատություն կլինի, էլի մեր համար էլ համատություն կլինի, թե որն ավելի լավ տարբերակ, դասական տարբերակում խոզի մսով են սարքում, բայց հավի մսով էլ կարելի է սարքել, տավարի մսով էլ։ Հետաքրքիր էր իհարկե երբեք չեմ փորձել խոզի աղացած մսով որևէ ուտեստ, նույնիսկ բուրգեր չեմ փորձել, որովհետև նախընտրում եմ տավարինը բուրգերների դեպքում։ Մեզ անհրաժեշտ է սպասել մինչև միսը կաղան եւ կտրամադրեն մեզ, ճիշտ է։ Այո։ Եվ նաեւ մեզ դրա համար շատ պետք է վերցնել բազիլիկ, որը որ նույնպես կվերցնենք։ Ոնց որ այդ ուտելիքի ամենակարևոր հատվածներից մեկը բազիլիկն է։ Համեմունքներ սիրում եք ամեն դեպքում։ Համեմունքներ չափավոր եմ սիրում, չեմ սիրում շատ համեմունքներ, երբ որ համերը լրիվ կոտրվում են, բայց որոշակի համեմունքներ կան, որոնք որ համերը ուժեղացնում են ու սիրում եմ օգտագործել։ Հասկանալի է։ Իսկ օրինակ մնացած մսերի մասին ինչ կասեք այս պահին։ Կան օրինակ մսեր, որոնք ձեզ այդքան էլ Այս պայն բոլոր մսերը ինձ դուր են գալիս։ Դուր են գալիս։ Եվ բացի այս ստեղից այս կողմ, որը որ տեղական մսեր են, բոլորը շատ լավն են, շատ դուր են գալի։ Մկանաթելերը ճիշտ են դասավորված։ Մկանաթելերը շատ ճիշտ են դասավորված։ Հասկանալի է։ Եվ այսպես Տիգրան, միսը կարծես թե պատրաստ է մատուցման եւ
Սա տավարը Որքան պետք է վճարել։ 3490։ Իսկ խոզն էլ Տիգրան, կես կիլո տավար, կես կիլո խոզ։ Նույն բանի մեջ խաղաց։ Իրար հետ է խառնել ես։ Չէ։ Առանձին։ Տավարը առանձին։ Կջոգացվի։ Նույն տելեֆոնի մեջ։ Նույն տելեֆոնի մեջ, վсё կջոգենք։ Տիգրան, ընդհանուր գումարը կազմում է 3490 դրամ եւ ես առաջարկում եմ, որպեսզի մենք վճարենք ձեր փոխարեն։ Ես կհրաժարվեմ այդ առաջարկից, եթե կարելի է։ Շատ լավ, դե վճարեք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Կօգտագործենք մեր ուտեստի մեջ եւ վերջում ես եւ դու վահանջան կհասկանանք ու կգնահատենք ձեթը։ Ես վստահ եմ, որ այն հրաշալի է ստացվելու, մենք բազմիցս այն գնահատել ենք։ Ես էլ եմ վստահ, որովհետեւ մեր տանն էլ մերոնք հաճախ օգտագործում են։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Բժիշկ, վստահ եմ, ձեզ միշտ հարկավոր է էներգիայի աղբյուր, ճիշտ է։ Ճիշտ է։ Դե հատուկ ձեզ համար ներկայացնեմ Lebo սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Lebo սուրճ 3 աշխարհամասերից։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Վստահ եմ վիրահատություններից առաջ մեզ աշխատելու մեծ էներգիա կտա Lebo սուրճը։ Տիգրան, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե այն փաթեթավորված է գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ ներկայանում են նոր փաթեթավորմամբ համեմունքներով, ինչպիսիք են կարմիր աղացած քաղցր պղպեղը, կարմիր աղացած կծու պղպեղը, սև աղացած պղպեղը եւ նորույթ հատիկավոր պղպեղ, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, որովհետեւ բավականին հարմար փաթեթավորմամբ է։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Համի գաղտնիք Մառանիկ։ Մոտեիկ, բայց ոչ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք Մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Եվ այսպես բժիշկ հանդիպեցինք արդեն խոհանոցում, մեր առջև դրված են բոլոր բաղադրիչները, որոնք որ պետք է օգտագործենք, հերթով սկսենք ներկայացնել։ Համեմունքներ են դրված մեզ մոտ, պղպեղ, սև աղացած կարմիր պղպեղ, կծու եւ քաղցր, 4 տեսակի պղպեղ, ձեթ, թայլանդական, հետաքրքիր կերպով թայլանդական բրինձ, որովհետեւ թայլանդական կերակուր ենք պատրաստում, մեր առջև դրված է նաեւ բազիլիկ, չիլի պղպեղ, լայմ, 2 տեսակի քաղցր պղպեղ, սխտոր, 2 տեսակի մսերը, շաքարավազ, ձու եւ ասացիք, որ կծուն կտրելու համար անհրաժեշտ է նաեւ վարունգ։ Բայց հետաքրքիր մի բան նկատեցի, չկա մեզ մոտ աղ, ինչու։ Այս սոուսի մեջ, ձկան սոուսի մեջ ինքը բավականին աղի է ու կարելի է իր ձկան սոուսի քանակությունով կառավարել աղի մակարդակը։ Հետաքրքիր է։ Ու մի շաշակի հարց է, բայց ընդհանրապես աղ ոչ մսի մեջ ենք ավելացնելու, դա ձու էլ է մեզ պետք լինելու վերջում, ձվին էլ չենք ավելացնելու աղ։ Ու աղը ոնց որ թե պետք չի, լրիվ փոխարինելու ենք սոուսում եղած մի քիչ աղիությամբ ու մի քիչ իր համեմունքներով, որովհետև աղն էլ իր մեծ քանակությունը առողջության հետ այդքան լավ կապ չունի։ Ամեն դեպքում ուղղությունը առողջության եւ սննդի, ինչպես նաեւ օրգանիզմի բնական եւ ոչ բնական պաշարների փորձում եք ապահովել։ Շատ բարի։ Տվեք ինձ հանձնարարություն, որովհետեւ մենք միասին ենք պատրաստելու այսօր։ Շատ լավ։ Ես իհարկե վստահ եմ դուք սովորեք պրոֆեսիոնալների հետ աշխատելուն, բայց այսօր
կիսապրոֆեսիոնալն է ձեզ օգնելու, խնդրում եմ տվեք ինձ Խոհանոցում ես էլ եմ կիսապրոֆեսիոնալ, որովհետև ժամանակը շատ չի ներում։ Երկու կիսապրոֆեսիոնալը հավասար է մեկ պրոֆեսիոնալի։ Միանշանակ։ Մենք սկսենք չիլի բիբարից ու սխտորից, որը որ պետքա հավանգում մենք մի քիչ ծեծենք իրար հետ ու Այո։ Սա ուղղակի մաքրեմ տամ ձեզ։ Հա, մեկ հատ, Մեկ պճեղ։ մեկ պճեղ, 1-2 բանի հարց է, էլի, ասենք նախընտրությունների հարց է, մինչև 3-4-5 ավելացնում են, բայց ինձ թվում է մեկը լրիվ բավարար է։ Այդ այնպես է որ հայերը սովոր են սխտորի շատ լինելուն, ավանդական խաշը միշտ առատ սխտորով է լինում, խնդրեմ, սա ձեզ։ Շնորհակալ եմ։ Մեկը հաստատ բավական։ Մեկը լրիվ բավարար է։ Իսկ սա ինչպես են կտրատում, ուղղակի կլոր թե Հնարավորինս մանր, կլոր հնարավորինս մանր, որ մենք շատ բարի։ կարողանանք իրան Բժիշկ, իսկ դուք հասցնում եք արդյոք հետևել առողջ սննդին եւ մշտապես այն ուտեստները, որոնք որ դուք եք պատրաստում, վստահ եմ, որ խոհանոցում հասցնում եք լինել, ուղղվածությունը դեպի ավելի շատ, երբ որ դուք եք պատրաստում, չնայած նախորդ մեր տեսարանում նշեցիք, որ փորձում եք հնարավորինս օգտագործել առողջ սնունդ, բայց չի ստացվում գործի բերումով, բայց պատրաստելուց ուշադրություն դարձնում եք ավելորդ կալորիաներին, թե ոչ։ Ֆիզիկական ակտիվությունը տեղին պահելու դեպքում օրվա ընթացքում կարելի է այդ կալորիաներին շատ ուշադրություն չդարձնել, բայց բնականաբար պետք է փորձել սվել հնարավորինս առողջ, որովհետև դրանից է կազմավորված մեր առողջությունը։ Այսինքն դա ամենակարևոր ու ամենաեական բանն է։ Բայց ցավոք սրտի աշխատանքը թույլ չի տալի, որ խոհանոցում շատ ժամանակ շատ բաներ պատրաստեմ։ Երևի հիմնականում հույսս դնում եմ պրոֆեսիոնալների վրա, որոնք սարքում են, ես իրանց սարքածից օգտվում եմ։ Կա մի այսպիսի կարծրատիպ, ասում են մարդիկ, ովքեր ուտում են եւ չեն չաղանում։ Կա այդպիսի հասկացություն իրականում մարդ, ով ուտում է եւ չի չաղանում, եւ կան մարդիկ, ովքեր ասում են, ես մի կտոր ավել եմ ուտում, միանգամից ինձ վրա նկատվում է այդ փոփոխությունը։ Կա իրականում այդպիսի հասկացություն։ Այդպիսի բան կա, դա պայմանավորված է մի քանի ֆակտորներով, առաջինը մարդիկ կան, ում մոտ նյութափոխանակության արագությունը շատ ավելի մեծ է, քան մնացածների։ Մարդիկ կան, ում մոտ այդ նյութափոխանակության արագությունը որոշակիորեն իջած է, այսինքն օրգանիզմը չի հասցնում օրվա ընթացքում ստացած էներգիան սնունդի հետ ինքը ծախսել։ Եվ մարդկանց խառնվածքից էլ է կախված, մարդիկ կան, ովքեր որ հակում չունեն դեպի չաղանալու, այսինքն օրգանիզմը մի քիչ ռացիոնալ կերպով է օգտագործում այդ էներգիան։ Եվ դա իրականում տենց է։ Այսինքն մարդ պետք է իր ներողություն, պետք է ճանաչի իր օրգանիզմը եւ եթե մի քիչ դժվարությամբ է ինքը նյութափոխանակության արագությունը դանդաղած է, պետք է շատ ավելի ուշադիր լինի այդ ամեն ինչին։ Իսկ ինչ է անհրաժեշտ, որպեսզի մարդկանց նյութափոխանակությունը շատ ավելի արագ տեղի ունենա։ Դե, եթե մենք բացառում ենք ինչ-որ հիվանդություններ, էնդոկրինոլոգիական հիվանդությունները, օրինակ շաքարային դիաբետն շատ տարածված ամբողջ աշխարհում է թվում եւ Հայաստանում եւ վահանաձև գեղձի հիվանդությունները, որոնք որ Հայաստանը համարվում է վահանաձև գեղձի համար էնդեմիկ օջախ։ Եթե չկան այդ հիվանդություն, պետք է առաջինը հետազոտվել, որի մասին մենք խոսեցինք, որ տարին մեկ մարդ պարտադիր պետք է հետազոտություններ անցնի եւ իր նյութափոխանակության ստատուսը հասկանա էնդոկրինոլոգիական առումով, այսինքն հորմոնների առումով ինքը ունի որևէ խնդիր թե չունի, որովհետեւ շաքարային դիաբետի կամ նախադիաբետիկ վիճակների ժամանակ էլի մարդիկ շատ հեշտությամբ քաշ են ավելացնում, որը շատ դժվար է լինում իջնել ու մարդիկ կորցնում են մոտիվացիան իրենց։ Այսինքն փորձում են իջնել, ամեն ինչ անում են իջնելու համար, բայց չեն կարողանում իջնել, բայց իրականում իրանք ունեն որոշակի հորմոնային խնդիր։ Դրա համար, երբ որ մարդիկ ունեն ավելորդ քաշ, երևի ամենաառաջի քայլերից մեկը դիմել դիետոլոգի, էնդոկրինոլոգի եւ որոշել օրգանիզմի նյութափոխանակության ստատուսը հասկանալ եւ ճիշտ մոտեցում ցույց տալ, էլի։ Ընդունված ավանդական տարբերակներ կան, օրինակ քաշը նվազեցնելու, շատ եմ հանդիպել նաև, որ ասում են, եթե կիտրոն շատ ես օգտագործում, ենթադրենք ավելանում է նյութափոխանակության արագությունը եւ այլն եւ այլն։ Կա այս արդյոք այդպիսի պնդում, որը իրականությանը մոտ է, թե ամեն դեպքում դա այսպես ասած պատական բուժման մեթոդներից մեկն է։ Ինքը ապացուցված չի կիտրոնը, որ շատ արագացնում է նյութափոխանակությունը, այսինքն ավելի ուրիշ նյութեր կան, որոնք որ ավելի լավ են օգնում, օրինակ գրեյփֆրուտը, ասում են, եւ անանասը։ Գրեյփֆրուտը հարգելիներս եւ անանասը։ Բայց ներշնչանքը եւ պլացեբոյի էֆեկտը իրանք
շատ հրաշքներ են գործում։ Այսինքն եթե մարդ ներշնչում է, որ այդ լիմոնաջուրը ինքը խմեց իր մոտ ամեն ինչ լավ է, նյութափոխանակությունը արագանալու է, ես վստահեցնում եմ, որ մարդու նյութափոխանակությունը կարագացնի։ Եթե նկատեցիք պլացեբոյի, ոչ, հենց դրա մասին էի ուզում խոսել, եթե նկատեցիք պլացեբոյի էֆեկտ ասելուց հետո Դավիթի մոտ դեմքի արտահայտություն փոխվեց, որովհետև նա նույնպես տիրապետում է այդ հոգեբանական փոքրիկ հնարքներին եւ պլացեբոյի էֆեկտով շատ հարցեր է կարողանում լուծել, կեցեք Դավիթ։ Այս ընթացքում մենք ունենք որևէ նոր բան կատարելու։ Բան ջան, հիմա մենք պետք է հասկանանք, թե մեր կծուի մակարդակը ինչքան է ընդունելի մեր մոտ։ Անսահմանափակ է կծվի մակարդակը։ Սրանից հետո մի քիչ ավելի քաղցր պղպեղ կօգտագործենք, ստեղ, որովհետև եթե այն քանակության պղպեղը ինչքան մեզ պետք է, մենք չիլիով, լրիվ չիլիով անենք, շատ կծու է լինելու, որը որ կարող է չդիմանանք, էլի։ Այսինքն մենք հիմա կտրատում ենք չիլի պղպեղը, այնուհետև ավելացնում ենք քաղցր պղպեղը հավանգի մեջ։ Զուտ նրա համար որ շատ կծու չլինի, օրինակ ասիական երկրներում կծուն շատ են օգտագործում, այսինքն այս սնունդի մեջ հնարավոր է միայն քաղցր պղպեղով այս ամեն ինչը անեն, բայց մենք կարող ենք փոխարինենք քաղցրով, որ համ ստանանք այն համը ու կոնսիստենցիան ինչ որ մեզ պետք է, համ էլ շատ չափից ավելի բալանսը պահենք։ Եվ բալանսը պահենք, այո։ Որից հետո անցնելու ենք ինչ որից հետո անցնելու ենք մենք մսի պատրաստմանը։ Դե շատ լավ, ես առաջարկում եմ այս պահին մենք շարունակենք կտրատման process-ը, բայց արդեն կադրից դուրս, որից հետո կմիանանք մեր դիտողներին եւ կցուցադրենք, թե ինչ փուլի ենք հասել։ Համաձայն եք։ Համաձայն եմ, Վահան ջան։ Շնորհակալություն։ Ու մեկ էլ էս հավանգով կծուն ծեծելուց մեկ կծուն թռնում է աչքի մեջ, դրա համար դու ակնոցով ես, իսկ ինձ ակնոցով ես տվել, դե կարաս դիմացի, հասկացա։ Տիգրան, հավանգած նյութը արդեն պատրաստ է, խնդրեմ, կարող ենք մենք ցուցադրել, թե ինչ վիճակում է այն գտնվում, բավականին լավ եք հավանգել։ Շատ։ Բայց մի հետաքրքիր բան, ասացիք պետք է միսը տապակենք առանց ձեթի։ Ինչպես։ Մենք վերցել ենք մի քիչ յուղոտ տավարի միս, ու խոզի միսը միշտ յուղոտային է լինում, երբ որ լավ տաքացած թավայի մեջ լցնենք, այս ընթացքում ցույց կտամ, իրենք կարած ձեթ ընդհանրապես չանես։ Եթե ինչ-որ մեկը սիրում է ձեթի արկայությունը, կարելի է մի փոքր ձեթ հավելացնել ի սկզբանե, բայց շատ հանգիստ կարելի է առանց ձեթի անել, բայց այդտեղ ամենակարևոր պայմաններից մեկն է, որ թավան պետք է լավ տաք լինի, որ ինքը օգնի։ Կա այստեղ առողջ սնունդի գործոնը, թե ոչ, ամեն դեպքում ասում են, որ բնականաբար կա առողջ սնունդի գործոնը, որովհետև ավելի քիչ նյութեր են այդտեղ տաքանում ու թերմիկ մշակման ենթարկվում, եթե մենակ միսով կարողանանք առանց կողմնակի նյութերի, շատ ավելի լավ կլինի։ Ամեն դեպքում ցանկանում եմ տեղեկացնել, որ Սլաբադան հրաշալի ձեթ է եւ որևէ խնդիր չունենք նրա հետ առնչվելուց, որևէ վնասակար նյութ չի պարունակում այն իր մեջ, այնպես որ անցնենք մսի տապակման գործընթացին, այնպես ինչպես դուք եք ցանկացել առանց ձեթի։ Չիլին տապակելու ժամանակ մեզ ձեթ անպայման պետք է լինելու, որը որ մենք կօգտագործենք։ Հիմա մեր մոտ տաքացած թավաների մեջ մենք ավելացնելու ենք մեր միսը։ Դե անցեք գործի։ Մենք քանի որ էքսպերիմենտ ենք անում, այսօր որոշեցինք, որ պետք է անենք երկու բաներով, երկու տարբեր մսատեսակներով, այո։ Բժիշկ, ամեն դեպքում դիմեմ ձեզ այնպես, ինչպես հարազատ է դիմելա ձևը։ Ամեն դեպքում ինչ պետք է օգտագործել սննդի տեսանկյունից, որպեսզի ավելորդ կալորիաներ եւ ավելորդ քաշի խնդիր չունենան։ Ամենակարևորը դա ընդհանրապես sense է, օրգանիզմի համար էներգիայի ամենամեծ աղբյուրները, ամենալավ աղբյուրները դրանք ածխաջրերն են։ Այսինքն ածխաջրերը դրանք են բոլոր նյութերն են, որոնք որ պարունակվում են բուսական նյութերում, շաքարի տեսքով եւ մնացած ամեն ինչի տեսքով։ Եվ շատ կարևոր է, որպես մենք չօգտագործենք մեծ քանակությամբ պարզ ածխաջրեր։ Իսկ հիմա որոնք են դրանք, որոնք են պարզ ածխաջրերը։ Դա շաքարն է, որը մենք այսօր օգտագործել ենք։ Դա բոլոր քաղցր եւ սպիտակ ալյուրից պատրաստված նյութերն են, սննդամթերքներն են եւ բոլոր քաղցր պարունակող նյութերն են։ Այսինքն իրանց մեջ կա շաքար, ինչու է կոչվում պարզ շաքար, որտեղ ինքը շատ արագ է օրգանիզմի կողմից յուրացվում։ Այսինքն դրա մեջ էներգիայի աղբյուրը գտնվում է շատ պարզ վիճակում։ Այսինքն եթե որևէ մեկը օգտագործում է սև հաց, չունի այդ խնդիրը այնքան, որքան ունի սպիտակ հաց օգտագործողը, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Այսինքն մենք պետք է կարողանանք նենց անել, որ օրգանիզմը մի քիչ չարչարվի այդ էներգիան վերցնելու համար։ Այսինքն օրգանիզմը որոշակի գործողություններ է անում բարդ շաքարները մանրացնելու ու բարդ շաքարներ ստանալու։ Դրա համար պետք է օգտագործել մեծ քանակությամբ բանջարեղեն։ Բանջարեղենները շատ լավ են այդ առումով։ Եվ աշխատել չօգտագործել ոչ մի ռաֆինացված բան։ Ահա։
եւ չօգտագործել սպիտակ ալյուրից ստացված սննդամթերքը կամ մաքսիմալ սահմանափակել։ Բնականաբար փափուկ լավ թխված հացը համով բանա բոլորս ուզում ենք օգտագործենք։ Եվ սնունդը պետք է համով լինի, մարդ պետք է իր սնունդից հաճույք ստանա, բայց պետք է փորձենք գտնել այդ բալանսը համովի եւ օգտակարի միջեւ։ Հասկանալի է։ Տարատեսակ միսեր ենք այս պահին օգտագործում եւ խոզ եւ տավար, բայց ուզում եմ հասկանալ որն է այն միսը, որը որ ամենահեշտն է յուրացվում օրգանիզմի կողմից։ Ամենալավը դրանք սպիտակ միսերն են, հասկացություն կա կարմիր միս եւ սպիտակ միս։ Սպիտակ միսը դա հավի միսն է եւ նաեւ ձկան միսը։ Ներողություն, թույլ կտաք, սա էլ ես տապակեմ։ Իհարկե, մեծ սիրով։ Ահա, սա տավարի միսն է։ Դա տավարի միսն է։ Կրկին օգտագործում ենք առանց ձեթի տապակման հնարավորությունը։ Հիմա եթե այստեղ նայեք, Վահան ջան, արդեն ահագին մենք ջուր ունենք եւ մենք չենք վախենում, որ մեր միսը կարող է վառվի կամ ինչ-որ խնդիր ունենա։ Բայց այստեղ շատ կարեւոր է իրեն պարբերաբար խառնելը։ Ու այդ հրաշալի եք տիրապետում իրականում խոհանոցին, ես բացարձակ չէի պատկերացնի, որ դուք կարող եք այս ամենը այսքան վարպետորեն անել։ Կխնդրեմ տավարի միսը մի պահ նույնպես ուշադրություն արժանացնել։ Բժիշկ, այս ընթացքում ինչ կտապակվի միսը, ես ձեզ համար ունեմ հրաշալի մի առաջարկում եմ սրճենք միասին։ Մեծ սիրով։ Իսկ սրճելու համար ինչ է մեզ հարկավոր։ Ամենաառաջին հերթին հարկավոր է լավ սուրճ, իսկ լավ սուրճը դա Լեբո ընկերության նորույթն է։ Թրմվող սուրճ եւ ձեզ համար ունեմ գեղեցիկ դասընթաց այսպես։ Ես ծանոթ չեմ, առաջարկում եմ լսում, որ հատուկ ձեզ համար։ Ուրեմն, սա ունի բացելու տեղ։ Ինչ դա, այսպես ենք անում։ Բացում ենք եւ տեղադրում ենք սա բաժակի մեջ հատուկ հարմարեցված տեղեր կան։ Ահա։ Վրան ավելացնում ենք եռացված ջուր, երկու անգամ ենք ավելացնելու եռացված ջուրը, ինչու՞։ Որպեսզի սկզբում թրմվի հիմնական մասը, երկրորդը արդեն որպես օգնող հանգամանք կլինի։ Մենք այս ընթացքում կսրճենք միասին, որից հետո կվերադառնանք եւ մեր հեռուստադիտողներին կցուցադրենք այն վերջնական արդյունքը, որը ստացվեց ձեր տապակման գործընթացի արդյունքում։ Եվ տապակելու շատ կարևոր է պարբերաբար խառնելը, այսինքն սրանք բաց տապակման ու շուտ-շուտ խառնելու շատ կարևոր հանգամանք է ստեղ, էլի։ Ես հատուկ ձեզ համար այստեղ ավելացնում եմ եւս մեկ անգամ եռացված ջուր, ահա, խնդրեմ։ Եվ սպասում ենք մինչև այն վերջնական կթրմվի, Տիգրան։ Շատ լավ։ Լավ, հիմա վերջը ուզում եմ հասկանամ, ինչ ուտենք, չչաղանանք, մենք այդ խնդիրը ունենք, ես էլ Դավիթն էլ, չաղանալու խնդիր ունենք։ Ամենաառաջինը պետք է չուտել սպիտակ հաց, պետք է չուտել մակարոնեղեն կամ մաքսիմալ քչացնել։ Այսինքն պաստա մեզ հյուրասիրեն, մենք հրաժարվենք։ Հա, հնարավորինս քիչ էլի։ Ու իսկ չկա օրինակ պաստային այնպես տեսակ, որ կարելի է օգտագործել, բայց չկա։ Որովհետև ինքը կեղևա, եթե ցորենը կեղևազրկվում է, այսինքն իր վրայի կեղևը դուրս է գալիս, ինքը արդեն իսկ դառնում է օրգանիզմի կողմից շատ հեշտ է էներգիան յուրացվում։ Այսինքն պետք է օգտագործել նենց նյութեր, որոնք որ ունեն կեղև։ Օրինակ հնդկազավարը իր կեղևը չի առանձնացվում, դրա համար հնդկազավարից օրինակ մարդիկ գրեչկան, գրեչկայից մարդիկ չեն չաղանում, որովհետև օրգանիզմը պետք է չարչարվեն վրայինը հանի, մի հատ մեջինը մանրացնի, որ կարողանա յուրացնի, էլի։ Իսկ բաներում սպիտակ հացում ինքը արդեն ոնց որ մանրացրած բաց դրած է, օրգանիզմը միանգամից մեծ էներգիա է վերցնում, ինչ իրան պետք է ծախսում են ավելցուկը արդեն ծանրանում է օրգանիզմի վրա, էլի կոպիտ ասած։ Այսինքն հիմա դու տենց ես սնվում, որ սա հրաշալի կառուցվածք։ Ես տենց չեմ սնվում, բայց ես մի քիչ աշխատում եմ հնարավորինս արագ, հնարավորինս շատ շարժեմ մեջ։ Ապրելու իրավունք չունեցողներից ես, էլի, որ ուտում են չեն չաղանում։ Որ ուտում եմ, երևի հա։ Չէ, բայց նաև, չգիտեմ, քաղցրերի 6-ից հետո չարժի ընդհանրապես օգտագործել։ 6-ից հետո։ 6-ից հետո։ Որտեղ էլի նույն կերպ օրգանիզմը այնքան էներգիա ունի, այնքան էներգիա ստացա օրվա ընթացքում, որ արդեն 6-ից հետո պետք չի, էլի։ Շատ լավ։ Դե տապակի միսը։ Տապակի միսը։ Եվ այսպես Տիգրան, նկարահանման բուրըն ընթացքը եւ խոհանոցում տեղի ունեցող բուրըն ընթացքը շարունակվում է եւ մենք կտրատում ենք լայմը այս պահին, որը անհրաժեշտ է մեր սոուսի համար։ Սոուսի համար, խնդրեմ, սա ես տրամադրում եմ ձեզ, բրինձը արդեն կարծես թե թափվում է, ես կբացեմ այն։ Հա, դրանն էլ պետք է շատ լինի։ Սոուսը պետք է պատրաստենք համանուն հարաբերակցությամբ լայմ եւ սոուս։ Ձկան սոուսը պետք է ավելացնել։ Ահա։ Այսինքն լայմը եւ սոուսը կարողանում են համադրել աղի եւ թթվայնության համադրությունը, այո։ Այո, այո։ Տվեք դա ինձ։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ, սա նույնպես քանի հատ լայմ է հարկավոր։
Քանի որ մենք մի քիչ մեծ պորցիա ենք սարքել երկու բաներով, 3-4 լայմա մեզ պետք լինելու եւ ձկան սոուս ավելացնենք համարը նույն փոխհարաբերությամբ։ Ու մի փոքր կծու ավելացնենք, որովհետեւ սոուսի հետ կծուն նույնիսկ տեղեր տարբերակներ կա, երբ որ սոխել են ավելացնում, բայց ինձ թվում է մի փոքր կծուն եւ սխտորը լրիվ բավարար կլինի։ Տիգրան, մինչ դուք քամում եք լայմը, ես առաջարկում եմ մի պահ վայելենք Լեբո սուրճի նորույթը, վստահ եմ այն ձեզ էլ ավելի շատ էներգիա կհաղորդի եւ դուք շատ ավելի լավ կկատարեք ձեր գործը, չնայած որ պետք է ասեմ առանց թաքցնելու որևէ բան, դուք հրաշալի եք տիրապետում խոհանոցի բոլոր նրբություններին։ Շատ լավ, մեծ սիրով։ Ձեզ համար Տիգրան, այս սուրճով ցանկանում եմ ձեզ համար բաժակ բարձրացնել։ Շնորհակալ եմ։ Ես էլ։ Այո, իրոք այն էներգիայի հրաշալի աղբյուր է։ Սա նույնպես տալիս եմ ձեզ, բայց տեսնում եմ նաև հավկիթը, որ դեռևս անգործ այնտեղ կանգնած է։ Ինչ ենք անելու այդ հավկիթի հետ։ Մենք վերջում սարքելու ենք հավկիթի ակնիկ, հայերեն ակնիկ են ասում, ռուսերեն գլազունյա։ Ահա։ Բայց հայերեն անունն էլ բավականին սիրուն է ակնիկ։ Հրաշալի է նույնիսկ։ Ու այդ ակնիկները մեզ վերջում պետք են լինելու մեր ընդհանուր ուտեստի հետ լրացնելու, որովհետև բավականին լրացնելու են մեր ընդհանուր ուտեստը, ակնիկները։ Հասկանալի է։ Այս պահին եւ պարբերաբար էլի պետք է խառնենք, ճիշտ է։ Հիմա ինչ գործողություն է հաջորդելու մսի տապակմանը։ Մսի տապակմանը մեզ հաջորդելու է արդեն մեր հավանգի մեջ ունեցած մեր չիլի բիբարի եւ մյուս բիբարի համադրությունը։ Այստեղ պետք է բան անենք, էլի։ Իր այդ աշխատանք անենք, մի փոքր ձեթա դրա համար մեզ պետք լինելու։ Խնդրեմ ես իրոք ձեզ տրամադրեմ Սլաբադա ընկերության կողմից տրամադրված արևածաղկի ձեթը։ Շնորհակալություն։ Եվ այստեղ արդեն ավելացնելու ենք չիլի պղպեղը, բայց բուլղարական պղպեղները դեռևս շարունակում են մնալ այնպես, ինչպիսին որ կային։ Ինչպիսին մենք ունենք։ Կարող ենք ըստ ճաշակի, այսինքն այդ պղպեղի քանակությունը ըստ ճաշակի է։ Պղպեղը համ կծույություն է տալիս, համ ինքը որոշակիորեն համ է տալիս։ Այսինքն հիմա ես այս բուլղարական պղպեղները մանրացնեմ, այո։ Այո, որ մենք կարողանանք իրենց նաև ստեղ մի փոքր տապակել։ Այսինքն մենք մսի հետ, մսի կողքը կարող ենք շատ հանգիստ սա տապակել։ Այո։ Մի փոքր բուլղարական պղպեղ հետը տապակենք։ Ուղղակի տապակում ենք առանց որևէ տապակում ենք հստակ։ Այո։ Շատ բարի։ Մանր կտրատեմ, թե մանր կտրատենք, հավանգով մենք էլի մի քիչ կանցկացնենք իրանց ու կտապակենք ստեղ այս կողքի վրա։ Հասկանալի է։ Տախտակը արդեն քաոսիկ վիճակում է գտնվում, բայց ոչինչ, ես այստեղ հաստատ աշխատելու տեղ կգտնեմ։ Եթե որևէ այլ գործողություն չունենք, ես պետք է խնդրեմ, որպեսզի դադարեցնենք նկարահանումը, որպեսզի կարողանանք տեղավորվել ժամանակի մեջ։ Համաձայն եք։ Շատ լավ։ Տիկ, բայց ապրես, լավ, արագ իրար հետևից։ Այս էլ մենք ճզմացնենք ստեղ, Վահան ջան։ Սրանց է պետք է, այս մի քիչ բիբարը բանը։ Մի հատ նորից այդ բառը կասես։ Ճզմացնենք մի քիչ։ Ճզմացնենք։ Այստեղ համարը 1-1 հարաբերակցություն լրիվ հերիք է լինում, Վահան ջան, գիտես։ Մի հատ կանաչ, մի հատ կարմիր։ Մի հատ կանաչ, մի հատ կարմիր։ Համ էլ կարմիրը սիրուն է, էլի։ Էսթետ ես համել, էլ դե ամեն դեպքում էսթետիկ բժշկություն։ Համ էլ վերջում էլ ինքը այտենց էական ավելի սիրուն է լինում, Բայց էսթետ ես, չէ։ Դե պլաստիկ վիրաբուժությունը ինքը համ վիրաբուժությունը, համ էսթետիկա։ Էսթետիկայի համակցություն է, բայց մենակ էսթետիկայի աշկով չի կարելի նայել, որովհետև ինքը վերջի բժշկությունն է ու տեղ ամենակարևորը մարդու առողջությունն ու կյանքն է, այսինքն եթե ամենաառաջի տեղում դա չկանգնի, հնարավոր է մի քիչ խնդիրներ ունենան մարդիկ, դրա համար չի կարելի մենակ տես նայել, էլի որոշ մարդիկ կան տենց են պատկերացնում, տենց են ընկալում, բայց տենց չի կարելի, որովհետև բժշկի համար ամենակարևորը ու ամենաառաջնային բանը պետք է լինի հիվանդի առողջությունը, այսինքն դրանից ավելի կարևոր։ Բայց օրինակ քո մոտ եկողները հիվանդներ են, թե մեր մոտ եկողները պացիենտներ են։ Հայերեն մի տարբերակ կա, կոչվում է բուժառու, որը այդքան էլ համաձայն չես։ Համաձայն եմ, շատ սիրուն չի հնչում ինձ թվում, պացիենտ երևի ավելի սիրուն է հնչում։ Okay. Բայց հիվանդ չեն հաստատ։ Առողջ, լավ, բարի մարդիկ են բոլորը, ովքեր ուզում են շտկել ինչ-որ մի խնդիր եւ ավելի ինքնավստահ լինել, ավելի ուրախ լինել, ավելի լավ կյանքով ապրել, որին մենք օգնում ենք։ Հավանգիր։ Այո, մենք հավանգենք այս բիբարը, ավելացնենք։ Տիգրան, ձեր առջև դրված են հենց այս պահին աշխարհի բոլոր բազիլիկները, նույն ինքը իտալական ռեհանը։ Ահա։ Խնդրում եմ ասեք, թե ինչ ենք անում, ընդհանրապես բազիլիկը տեղավորում ենք մսի մեջ եւ վերջ։ Այո, բայց մեծ քանակությամբ, որովհետեւ սուտելիքի մեջ երևի ամենամեծ կոմպոնենտներից մեկը իր համի առումով այդ բազիլիկն է, որը մենք ավելացնել ենք մեծ քանակությամբ եւ
Մեր ստացած սոուսը, որը որ ստացվեց լայմի ու ձկան սոուսի խառնուրդով, մի փոքր նաև ավելացնում ենք սա, որովհետև քանի որ մսին մենք ընդհանրապես աղ չենք ավելացրել, մենք ավելացնում ենք այս սոուսը որպես Մոտավորապես որքան։ 2 ճաշի գթալ։ 2 ճաշի գթալ մոտավորապես, 1 ճաշի գթալ, 2 ճաշի գթալ։ Այսինքն, քանի որ իրանք հայկական խոհանոցին եւ հայկական բերանի համին անսովոր ուտելիքներ են, պետք է էքսպերիմենտներ անել, որովհետեւ իրանք լրիվ նոր համեր են։ Մեր համար լրիվ անծանոթ համեր են։ Բայց 1-2 ճաշի գթալ լրիվ հերիք է լինում, 1-2 ճաշի գթալ ձկան սոուսը լրիվ հերիք է լինում սրա համար։ Արջևում մեզ սպասում է ագնիկի պատրաստման գործընթացը, նույն ինքը գլազունիայի, ինչպես ասացիք դուք, եւ հետո պետք է հանդիպենք սեղանի շուրջ։ Շատ լավ, հանդիպենք սեղանի շուրջ։ Դե քանի որ ագնիկը պատրաստելու համար յուրահատուկ ինչ-որ ձևեր չեք մտածել վստահ եմ, մենք ուրեմն կհանդիպենք միանգամից սեղանի շուրջ։ Համաձայն եք։ Շատ լավ, համաձայն եմ։ Բրինձը թափվում է, խնդրում եմ բացեք կափարիչը, շնորհակալություն։ Բայց չասացիք բրինձը ինչ ենք անելու վերջում։ Բրինձը մեր համար խավարտ է ինքը հանդիսանալու։ Զուտ որպես խավարտ։ Միշտ բրինձ եւ մեկ հատ ագնիկ։ Շատ լավ, Տիգրան կհանդիպենք ուրեմն արդեն սեղանի։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Շուրջ։ Բազիլիկ ինչքան շատ այնքան լավ։ Հետո իրանք մի հատ բան ունեն, բազիլիկ ունեն, անունը հոլի բազիլիկա, էլի։ Այդ լրիվ մի քիչ ուրիշ համ ունի։ Բայց այսքան բազիլիկով մի 4 աֆրիկյան ցեղ կարելի է կերել։ Չէ, ավել չի լինում, հավատա։ Քեզ թվում ավել է, չէ՞ հիմա։ Չէ, չի թվում, վստահ եմ։ Վստահ ես, չէ։ Հավատա որ չէ։ Okay, իսկ չկա տարբերություն, ասենք խոզին ինչքան, տավարին ինչքան, թե նույնն է։ Երևի նույնն է, Վահան ջան։ Հասկանալի է։ Բայց այդ բրինձը մի բան են չի ինձ թվում, բրինձի հետ։ Եվ այսպես Տիգրան վերջապես մեր առջև դրված է ձեր պատրաստած ուտեստը, պետք է ասեմ, որ բավականին ախորժելի տեսք ունի, բայց ավելի ախորժելի դարձնելու համար ես ցանկանում եմ այս 4 պղպեղը աղալ ուտեստի վրա։ Դուք նշեցիք, որ ուտեստը ունի իր թայլանդական անունը, ինչպես էր այն կոչվում։ Պատկա պրաու է թայլանդական անունը, շատ բարդ դժվար անուն է։ Դե եկեք մի հատ գեղեցիկ հայկական անուն որոշենք։ Գեղեցիկ հայկական անուն, չէ։ Քանի որ տարբեր գույներ կան, կարանք անունը դրանք թայլանդական էսթետիկա օրինակ։ Եվ դուք էլ համենայն դեպս հանդիսանում եք էսթետիկ բժշկության ներկայացուցիչ։ Շատ լավ, թայլանդական երազանք։ Թայլանդական էսթետիկա։ Հա, էսթետիկա երազանք։ Ավելի մեծ բաներ թողել են, էլի, էս։ Թայլանդական էսթետիկա։ Դե բարի ախորժակ, շատ հետաքրքիր ալկոհոլային խմիչք առաջարկեցիք մեզ օգտագործել, գարեջուր, մեզ երբեք չէին առաջարկել գարեջուր օգտագործել մատուցված սննդի հետ, փորձենք հասկանանք ինչպես են համերը համադրվում միասին։ Բարի ախորժակ։ Շատ լավ, բարի ախորժակ։ Իհարկե արդեն աղացած վիճակում դժվար է տարանջատել, թե որն է խոզը եւ որը տավարը։ Տավարը մյուսը խոզը, բայց կարող եք նաեւ մի քիչ փոքր սոուս ավելացնեք, որովհետեւ հիմա էլի աղի պակասության զգացում կարող է ունենաս, մանավանդ բրնձում։ Ոչ, չունես։ Բացարձակ չկա աղի պակաս, հետաքրքիր բավականին երևույթ, որովհետեւ ես ինքս աղակեր եմ, բայց Ող մի փոքր բրնձի հետ, որովհետեւ բրինձը լրիվ առանց աղի ենք։ Բժիշկ հրաշալի է ստացվել։ Իրոք հրաշալի է ստացվել։ Գեցեք, բրավո։ Շնորհակալ եմ։ Տիգրան, Բայց ված չի, չէ։ պրոֆեսիոնալը ամեն հարցում փաստորեն։ Հետո երկու, ախր ես ու դու ենք, բանարել։ Այս ամեն ինչը կազմակերպել։ Երկու կիսապրոֆեսիոնալը բերեց մեկ պրոֆեսիոնալ արդյունքի, հրաշալի է։ Ընտիր։ Ֆանտաստիկ։ Տիգրան, պետք է խոստովանեմ, որ իրապես մեզ զարմացրեցիք հրաշալի ուտեստ պատրաստելու արդյունքում եւ շնորհակալություն նաեւ գեղեցիկ ու հետաքրքիր զրույցի համար, հատկապես որ այն բավականին շատ ինֆորմացիա էր պարունակում մարդու առողջության մասին։ Ես էլ եմ շնորհակալ Վահան ջան, ուրախ եմ հանդիպելու համար։ Շատ շնորհակալ եմ ձեզ, Դավիթ ջան, ձեզ։ Շնորհակալություն եւ տեղեկացնեմ, որ եթե չհասցնեք հեռուստացույցով դիտել հաղորդումը, ապա կարող եք մուտք գործել Չէին սպասում .am կայք, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը ներառյալ նույնպես տեղադրված կլինի այնտեղ, կամ կարող եք մեզ հետևել Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան ալիքներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Իսկ այս պահին ինձ մնում է ձեզ ասել շնորհակալություն հրաշալի օրվա համար, լավ մնացեք, հաջողություն։ Ես էլ եմ շնորհակալ, լավ եղեք։ Լավ մնացեք։ Հաջողություն։ Շնորհակալ եմ։ Եվ վերջում ուզում եմ ասել,
Շատ սիրեք եւ հարգեք ձեզ եւ գտեք ձեր ներդաշնակությունը ներքին գեղեցկության եւ արտաքին գեղեցկության մեջ, բայց երբեք չդիտեք պլաստիկ վիրաբուժությունը որպես միջոց լուծելու բոլոր խնդիրները եւ խնդիրները։ Լավ եղեք։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.